Բարև ձեզ մոլորակի ամենառազմայնասիրական հեռուստայտողներ, եթերում ինչպես մենք սիրում ենք ասել, երգիծական լուրերն են։ Կամ ինչպես մեր հարևանն է սիրում ասել, ուղղված լուրերը։ Իրականում երկուսն էլ այդքան սխալ չեն, այսօր կփորձենք կիրառել եւ երգիծանք եւ որոշակի օղբած տարեր կմտցնենք։ Ինչու ոչ նույնիսկ մի երկու օին։ Այսօրվանի մեջ դիտեք։ Ինչու է վարչապետը այցելել լուսաբաց ճամբար։ Մաքսային միությունը տարավ Եվա Ռիվասին, իսկ ինչ է տալու նրա փոխարեն։ Ինչպես են աղջիկ կպցնում Լարա խաղացները։ Bubble football, այո դուք ճիշտ լսեցիք, bubble football։ Հրատապ լուր կառավարության անցուդարձից վարչապետը այցելեց մանկական ճամբար։ Կրկնում եմ, վարչապետը գտավ ժամանակ եւ այցելեց ճամբար։ Սերգեյ, լսում ես ինձ, իսկ ինչպես են դիմավորել վարչապետին ճամբարում, Սերգեյ։ Նարեկ ես տեղ եմ, Նարեկ։ Սերգեյ։ Սերգեյ։ Նարեկ։ Կառավարության ղեկավարին դիմավորելու են ժնգյալով հացով, արցախցի փոքրիկն է պատրաստում։ Տանը սովորել եմ, ուղղակի այստեղ փորձում եմ։ Արդյոք ճշտել եք վարչապետի հետ գուցե ճանապարհին արդեն պերերիվ է արել։ Սերգեյ, իսկ ճիշտ է, որ վարչապետի դեմ դուրս եկան հրացանով մարդիկ, հրացան կրող մարդիկ, Սերգեյ։ Նարեկ ես տեղ եմ, մի գորա, Նարեկ, մի գորա։ Հա, սպասի, հա, հրացանով մարդիկ ռաստվեցին ճամբարում, ու ինչ։ Երեք հրացանակիրների պատնանցնելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճանապարհը փոքրիկ գնչուհին է կտրում։ Կուշակությունը օրվա սահմանում է։ Վարչապետի երջանիկ մարդ է, քանի որ երկրորդ անգամ է լուսաբացում։ Բա որ երրորդ անգամ գա, երջանկությանը սահման չի լինի։ Բա մեր ճամբարը տենց է, ժենգյալով հաց, թան, խինդ, ուրախություն։ Սերգեյ, իսկ ինչ է հիշում վարչապետը տեսնելով երեխաներին, Սերգեյ։ Հովիկ Աբրահամյանը երեխաներին տեսնելով իր ճամբարային օրերն է հիշում։ Ինքը մի քանի անգամ Դիլիջանում է ամառն անցկացրել։ Իր փորձով գիտի ճամբարները երեխաների զարգացման վրա մեծ ազդեցություն են թողնում։ Հաճախ գնում ես ճամբար, լավ վիզ ես դնում, գերազանցիկ ճամբարն ավարտում ես ու արդյունքում ինչ։ Ինչ, Սերգեյ, ինչ։ Դառնում ես վարչապետ։ Դե դու չէ իհարկե։ Իսկ արդյոք վարչապետը նեղվում է աղմուկից եւ ինչպիսին է եղել վարչապետը ճամբարում, Սերգեյ։ Նարեկ վերջ, ես վերադարձի ստուդիա, օքեյ։ Էս հանենք, օքեյ։ Ինչպիսին է եղել վարչապետը ճամբարում։ Տենանք, Նարեկ, հեսա տենանք։ Երեխաների աղմուկից էլ չի նեղվում, ինքն էլ էր այդպիսին։ Ես ասել եմ, չէ՞ որ ես չարաճճի եմ եղել։ Չարաճճի, բայց ընդունակ։ Դղեն պետք է բա մի քիչ չարաճճի լինի, ինչ ա եղել։ Հենա մեր հարևան երեխեն ամբողջ օրը գիրք ա կարդում։ Հա խոսում ենք վրեն, ասում ենք տղա ջան, ինչի հայա տղաների հետ մի քիչ կռիվ արա, մեր երկու աղջկա մազից քաշի, մեր երկու պարբից ջարդի։ Չկա էլ այդ մշակույթը մեր երիտասարդների մոտ, չկա։ Եվ բարի ավանդույթի համաձայն վարչապետը այցելության վերջում արեց այն, ինչ ակնկալում էին հազարները։ 100,000-ները։ Ճամբարի տարածքում պտտվելուց ու երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո վարչապետը հրաժեշտի շուրջպարի է բռնվում։ Այդպես միշտ ճամբարային պարով պարզաջրենք այցելությունը ճամբար։ Իսկ այդ ընթացքում Երևանում զարգանում էին դրամատիկ զարգացումներ։ Չարաճճի Լարա խաղացը տվեց ասուլիս, կրկնում եմ, Լարա խաղացը տվեց ասուլիս։ Չարաճճի Լարա խաղացը։ Խորհրդային տարիներին նա ճոպանից չիջավ ու չի պատրաստվում իջնել հիմա։ Նախագահի մրցանակակիր վերջին ու ամենաերկարակյաց Լարա խաղացին Լարին ամուր կանգնելու հարցում իր 7 երեխաներն են օգնում։ Մեկն էլ լիներ ավելի ուղիղ կքայլեր, միայն թե 30-ամյա կինն են դիմանում։ Կինը ուզում է չորրորդ երեխա։ Այ հենց ծանր պահը էդ է։ Լավ, բայց ի՞նչն է ստեղ չարաճճի ու ինչի մասին էր այս ասուլիսը։ Նարեկ չես տենում, սենց Լարա խաղացի աչքեր, սենց չարաճճի աչքեր են։ Սովորական աչքեր են։ Հա, բայց վերևից որ նայում է, ինձ թվում է չարաճճի բաներ են մտքով անցնում։ Ինչի՞ց ես վերցրել։ Մի հատ այս տարիքին նայում եմ մի հատ աղջկա այդ վերևից լավ է երևում, հանկարծ դուրս գալիս է, չէ՞։ Հանկարծ տես բաներ եմ մտածում, ուրեմն ինձ մի բան լինում։ Ինչ ա մտածում։ Դե ասեց տենց բաներ, դերևի ասենք թե Հո, դες մտքեր ավելի շատ տակից նայելով պետք է գան։ իդեպ կնոջ հետ հենց տենց է ծանոթացել։ 68-ամյա Վլադիմիր Հակոբյանը անկեղծանում է։ Հենց Լարա խաղացությամբ էլ տարիներ առաջ գրավել է առաջին կնոջ սիրտը։ Լարի վրայից նայել է, ուրախացել, ծիծաղել է, առաջի բառից հայացքով ամուսնացա։ Այսպես վերևից նայեց, կինոսից ամաչեց, ասում է, ի՞նչ է կատարվում։ Մի քանի մի հատ էլ աչքով տվեց, կիս ասեց, ամար չէ, գնաց տեղից։ Ինքն էլ վերջում սենց գավառվեց կնոջ վրա ու դե ստիպված ամուսնացավ, որ իրեն դատի չտան։ Կամ տենց, կամ իհարկե լրիվ ուրիշ պատմություն ա եղել։ Իսկ դուք բարեկամներ, մնացեք մեզ հետ։
Իսկ այսօր մենք ունենք նաև մի հրաշալի ռեպորտաժ։ Մեր փոքրիկ բարեկամ մատնաչափիկ բարեկամ Սերգեյը այցելել է մի արտասովոր միջոցառում ու նույնիսկ մասնակցել է զվարճանքին։ Մենակ։ Խոսքը Խոսքը Bubble Football նոր ձևավորվող մշակույթի մասին է, բայց առաջ չանցնենք, թող հենց փոքրիկ բարեկամը պատմի իր աչուկներով տեսածի մասին։ Ես դու ես գրել, հա։ Այս սերում առաջին selfie-stick-ով ռեպորտաժ։ Արմենջան գրենք ում դուք։ Այո, մոռացա ասեմ, որ selfie-stick-ով եմ այլ ռեպորտաժը։ Հա, այսինքն է, հա, ինչ որ բան հասկանում։ Մենք հիմա կտեսնենք բազմաթիվ գլորվող մարդիկ, փորձենք հասկանալ ինչու են նրանք գլորվում։ Փոքրիկ Սերգեյին թվում էր, որ նա շփթփ ու կհասկանա, թե ինչու են գլորվում մարդիկ, բայց դա Bubble Footballer, իսկ Սերգեյը դրանից հասկանում էր նույնքան, որքան ռադիոֆիզիկայից։ Ես պահանջում եմ պատասխաններ, հասկանում եք, մեզ պետք է պատասխաններ։ Որ ավելի հետաքրքիր ասում էր, որ ասում էր։ Բայց օրվա հետաքրքիր անցնելը բավական չէր։ Սերգեյը փորձում էր գտնել խաղի բոլոր պատասխանները։ Նա վճռական էր եւ տրամադրված չէր հանձնվելու։ Ավաղ Սերգեյին թվում էր, որ իր խոսալը լսվում է։ Դմբոն չէր հասկանում, որ անտեր քամին հենց հեռախոսի վրա է գալիս։ Նա նույնիսկ փորձում էր խոսացնել մարդկանց, որոնք չէին էլ կասկածում, որ իրենց ձայնը քամին տանելու է այնքան հեռու, որ դե մի խոսքով չի լսվելու։ Բայց ի վերջո գտավ կազմակերպչին, ում հետ կարողացավ պարզաբանել խաղի մի քանի նյուանս։ Չեք կարծում, որ սա ապտակա իսկական ֆուտբոլին եւ իսկական ֆուտբոլիստները կարող է ջվայնանան։ Այո, սա ապտակա։ Ինչու՞ է եվրոպական ապտակա իսկական ֆուտբոլին, հա, բայց ոչ իրական։ Փոխաբերական Բարեբախտաբար կազմակերպիչը պարզվեց մի հիանալի անձնավորություն, ինչի շնորհիվ մի քանի րոպեից ես հայտնվեցի, այսինքն Սերգեյ հայտնվեց Bubble ֆուտբոլային բաբլի մեջ։ Սարքը որտեղ չգիտեմ ինչ անել մի քանի րոպեից, որտեղ ես պատրաստում եմ անել մի քանի ռազմավարական գլոր։ Եթե հանկարծ վերադառնամ, ուզում եմ ասել, որ մեր սենյակի նապաստակներին թողնում եմ մոնտաժների պահանջը նորոնել քեզ։ Քիչ անց, ինչպես դա ընդունված է Bubble ֆուտբոլում, մասնակիցները սկսեցին ագրեսիվանալ։ Խաղի ավարտին ակտիվ խաղով աչքի ընկած խաղացողներից մեկը կիսվեց հուզմունքով։ Bubble ball-ը մեր ազգի հետ վերջապես Bubble ball-ը Հայաստանում է։ Bubble ball-ը Դե հուզմունքի մեջ նաև մոռացա, որ Bubble ball-ը դեռ Հայաստանում չէ, Հայաստանում է Bubble football-ը, իսկ Bubble ball-ը դեռ չեն հնարել։ Բայց վերջում հաղթեց սպորտային ոգին եւ Bubble ֆուտբոլը ավարտվեց հայեցի ռազմահայրենասիրական նոտայով։ Այդտեղ ովքեր են, հեյ, ինչ կդիչներ են, հեյ, մազիսը վկա, հեյ, հայոց քաջերն են, հեյ։ Իսկ հիմա ամենացնցող լուրերից մեկը, որ ստացանք այս շաբաթ, Եվա Ռիվասը Դու կարող ես Նարեկ, դու կարող ես, դավայ։ Եվա Ռիվասը գնաց Ռուսաստան։ Այո, դե ասում են, այնտեղ լիքը աշխատանք կա, թե շինարարության ոլորտում, թե Դե բլես էլի երկելու է, բայց ավելի շատ երկելու է ռուսների համար, մեր համար այդքան էլ չի։ ասֆալտի, օքեյ։ Հայազգի երգչուհին գրում է, որ 2 տարի Հայաստանում բնակվելով մեծ ցավ է ապրում հեռանալու համար եւ հավելում, նույնիսկ տաքացել էր, սակայն ստիպված է հեռանալ։ Սիրում եմ քեզ Հայաստան, ների ինձ այն բաների համար, որ սխալ եմ արել, շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ հարազատի նման։ Իմ սիրտը հավետ այստեղ է, եզրափակել է Ռիվասը։ Դե եկեք հույսը չկորցնենք, Եվան դեռ կարող է Ռուսաստանում գործարան բացի, հետո այդ գործարանը տակ տա ու ստիպված վերադառնա ստեղ ու տաքսի քշի։
Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Ես զգում եմ, որ ստեղ նաև մեր մեղքն է, բարեկամներ, հիշում ես, որ Եվայի հետ երգեցինք։ Ո, Նարեկ, մենք պայմանավորվել ենք, որ ոչ մի պայմանում երբեք դա ցույց չենք տալու, չենք Այո, մենք պայմանավորվել ենք, որ մինչև երկուսս էլ չմահանանք, այս տեսանյութը չպետք է դուրս գա, բայց այսօր այդ օրն է։ Եվան գնացել է։ Բայց հիմա արդեն ուրիշ եմ ես ինձ ուրտում Գացվեց գարուն կանցեց ու շամպան Իմ նոր կանցնեմ ես առանց քեզ Ինչ որ կար թողնում եմ անցյալու Իմ վերքերն ու զեղենից դարձնում օրասիր Ես այլ չկամ քո ներկայում Մոռացիր ինձ փոքրիկս, ես էլ չկամ քո ներկայում, ետ չկանչես ինձ հանկարծ, մնացել է լոկ մենություն, ես էլ չկամ քո ներկայում, ես կանգնած եմ այս բեմի վրա միայնակ, հաջող, Եվաչկա, եթե մեր սարսափելի վատ երգերն էր խնդիրը, մենք կպարապենք, ինչ որ մարդ կվարձենք, կսովորենք, սլուխ կունենանք։ Հայ հասարակությունը եւ մենք որպես հասարակության մասնիկ շատ կկարողանանք այս պահերը։ Ну, если у кого-то с глазомером проблемы, тогда можно... Раз, два, три. Պարզելու թե կոնկրետ որքան ենք մենք կարոտելու Եվային, Երևանում անցկացվեց հարցախույզ։ Հարցախույզ։ Շատ փոքրիկ հարցախույզ։ Հարցախույզիկ։ Ով է լրացնելու Ռիվասի բացը շոու բիզնեսում, ինչպիսի ներդրում է ունեցել նա հայ երգարվեստում եւ ինչպես է վերաբերվում նրա կատարած գործին, հայ հանդիսատեսը փորձեցինք հասկանալ փոքրիկ հարցախույզի միջոցով։ Երկու զույգ ոտք, ուրիշ ոչինչ հայկական շոու բիզնեսը չի կորցրել, նկատում են հարցման մասնակցած համակարգացիները։ Եվ Ռիվասի ճանաչում եք։ Այո։ Տեղյակ եք, որ Հայաստանից ընդմիշտ հեռացել է, կարծում եք անփոխարինելի է շոու բիզնեսում։ Անփոխարինելի մարդիկ չկան։ Անփոխարինելի ոչ ոք չկա, դա Ստալինի խոսքերն են։ Հա, հուսամ, որ ոչ բոլոր պատահական անցորդներն են մեջբերելու Ստալինին։ Անփոխարինելի մարդիկ չկան։ Այնպես չի, որ ինքը վերջներ։ Հերիքա Ստալինին մեջբերեք։ Հա, եկեք կենտրոնանք այն դրականի, այն լավի վրա, որ Եվան բերեց հայկական շոու բիզնես։ Ինչ է արել շոու բիզնեսի համար, նշանակությունն այդքան մեծ էր, մեծ չէր։ Կարծում եմ կորցրել է գեղեցիկ ոտքեր։ 2 մետր բոյ երևի։ Երևի 2 մետր հասակ։ Դե գոնե չեն ասում, որ ուրախ են, որ գնան։ Հա, այդ շատ եմ սիրում մեր հասարակության մեջ, որ գոնե չեն քննադատում հետևից վատ բաներ երբեք չեն ասում։ Դե շուտ պետք է հեռանալ, իրան ոչ մեկն էլ չէր սիրում։ Ոչ, ավելացավ որ գնա։ Ոչ գտել էր, ոչ էլ կորցրեց։ Դե երևի ոչ կորցրեց, ոչ էլ գտել էր։ Նշանակություն ավելի ուրախ որ գնացել է։ Դե մի խոսքով գնաց Եվան, գնաց Մաքսային միության մեր հյուսիսային բարեկամի գիրկը։ Իսկ ինչ ենք մենք ստանալու Եվայի դիմաց, ինչա Մաքսային բարեկամը մեզ առաջարկում, որ գոնե մի փոքր լրացնի Եվայից առաջացած վակումը։ Դե առաջարկում է հայկական Ստաս Միխայլով։ Հայկական Ստաս Միխայլով, Ստաս Միքայելյան, համարյա Գրիգորի Եսայանն։ День за днем я убеждаюсь в том, что мы с тобой вдвоем, и это не сон. Մեքենա վարելուց SMS-ա գրում, հասկացանք ռուսական համարներով մեքենաները չեն նկարվում, բայց դա համարյա 100%-անոց երաշխիք է, որ հիմա կուտի ինքն իր գլուխը, կամ ավելի վատ, ինչ որ մի հատ ուրիշ մարդու գլուխ կուտի, ով տենց զավեշտալի մորուք չունի։ Դու էլ ֆիքսեցիր դա, լսի, բայց դա իրականում շատ կարևոր բան է։ Նախ Ստաս Միխայլովությունը ապահովում, երկրորդը առանց մորուք սենց տեսք ունի։ Внимание, внимание! Объявляется танец всех времен и народов, а также мира, любви, дружбы и жвачки. Танец ю! Okay, վերադարձրեք մորուքը ու այդ SMS-ով մեքենա քշելը։
Հա, Հայաստանը դեռ պատրաստ չի այս աստիճան Եվրոպային, որը իր զարմանք մեծ գալիս է Ռուսաստանից։ Ավելի մաչո կլիպ չկա ու մորուքով։ Հա, վերադարձրեք Ստասոտ մորուքը։ Ուշե արշադուշե ուշացել է սերի մանգի զուրես կացում ուշնադուշե մերավոր է սերի մանգի դու եք գիտես բանշե դուշե հերավոր ես դուր իմ սրտին զուրես կացում օրուշե անուշե Մի օր մեր ժողովներից այս բան չեղավ։ Ու սա իրական դեպքերի վրա է հիմնված, որովհետև Գրիգորի Եսայանը այնքան անտանելի սեքսուալ է, որ կանայք ուղղակի չեն կարողանում իրանց զսպել։ Լուրջ։ Հա, նույնիսկ վերջերս Պարկովշիկը մոռացել է 200 դրամի մասին ու միայն գոքորին էր պահանջում։ Անտանելի է։ Տեսես ո՞նց է սուպերմարկետ գնում։ Էլի, հետաքրքիր իրական դեպք է, ուրեմն երբ որ ինքը Լավ, վերջ, սպանեցիր այդ երկիչով։ Ուրիշ ոչ մի բան Մաքսյանի չի առաջարկում Ռիվասի դիմաց։ Դե, մեկ էլ են տղեն կա, Էդգար Գևորգյան։ Loving you, я люблю тебя, люблю. Оставайся навсегда, ты одна моя мечта. Loving you, я люблю тебя, люблю. Не меняйся никогда, я не отпущу тебя. Էս ինչ էր։ Էս փորձեր միաձուլել ռուսական պապսան անգլերենի հետ։ Չէ, հետ բերեք Եվային։ Լավ, այս երկուսով չի սահմանափակվում այդ ռուսական ինտերվենցիան հայկական շոու բիզնես։ Մարդիկ կան, որ վաղուց են վիզ դնում։ Ով։ Չէ։ Hola, bocha, butabi. Hola, bambi. Hola, bambi. Hola, bocha, butabi. Bocha, bambi. Hola, bambi. Վերջ։ Արդեն։ Այ այնչի համար եմ սիրում Լոս Անջելեսի հայ երգիչներին, որտեղ ստաբիլություն կա։ Այդ 100%։ Նույն իմիջը, նույն մարդիկ։ Հետակեսերը, տակեն խոսքերը, սիրտս քո սիրուց հավես, հետակեսերը, տակեն շուտերը, կյանքս քեզանով փոխվեց։ Նույն կլիպը։ Միշտ իմ աչքերում փայլում ես կարծես, նայում եմ ու չեմ կարող քեզ սիրել հենց այնպես։ Համարյա նույն երգը։ Քեզ համար այսօր կյանքում համբուներ ու սերեիր է բերում, տարի մեկ անգամ է լինում։ Այո, ստաբիլություն կա։ Մենք էլ երբեք ձեզ չենք փոխարինի ուրիշի հետ։ Լոս Անջելեսի հայություն, մենք այսքան ժամանակ ոնց որ չենք գնահատում մեր ունեցածը, ու էլ երբեք չենք խափնվի այդ ռուս երգիչների վրա։ Մենք ձեր ցավը տանենք։ Չարը տանենք ձեր, ուտենք ձեր ջիգյարը։ Դե ինչ arm comedy-ն այսօր ոնց որ թե այսքանն էր։ Վերջին եկեք դիտենք օրվա վիդեո բոցը։ Հաճելի շփում եւ լավ ժամանց։ Ով է հաշիվը։ Անայտը։ Շամպայն։ Այո։ Մտածեք շամպայնով կարելի է խմցնել Անայտին։ Այ մի ամիտներ, հասկանում եք։ Շատ դժվար է Անայտին խմցնել։ Սիրելի պոտենցիալ աղջիկ լրագրողներ, ովքեր ուզում են աշխատել առաջին ռազմաանասիրականում, նկարեք ձեզ ինչ-որ բան պատմելու, ձեր ինչ-որ նյութերը, ինչ-որ հետաքրքիր մտահղացումներ, վիդեո CV ուղարկեք մեզ։ Այո, եւ հիշեք, որ կա մի տեղ, որտեղ ձեզ սպասում են, ջերմորեն սպասում են։ Արդեն երկու շաբաթ է։ Arm comedy. Fighter of the night man. Champion of the sun. He's the master of karate and friendship and everyone.